Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն է։ Բարև ձեզ, շնորհակալություն մասիր ընկալվելու համար։ Պարոն Խանդանյան, օրերս Բրյուսելը հաստատեց Եվրամիության նոր առաքելությունը Հայաստանում, այն թվով երկրորդն է։ Նշվում է, որ հիբրիդային սպառնալիքների դեմ է օգնելու պայքարել Հայաստանին։ Կմանրամասնեք ինչ առաքելություն է իրականացնելու։ Անվտանգության ոլորտը եւ մասնավորապես կիբերանվտանգության ոլորտը Հայաստանի եւ Եվրոպական միջև գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է եւ դա նաեւ արտացոլված էր գործընկերության ռազմավարական օրակարգում, որը վերջերս ստորագրվեց, եւ Հայաստանն ու Եվրոպական միությունը բանակցում էին, որպեսզի ավելի խորացնեն իրենց համագործակցությունը եւ Եվրոպական միությունը կայացրեց այս որոշումը, որ Հայաստանին աջակցի զարգացնելու իր կարողությունները հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, ապատեղեկատվության, կիբերանվտանգության ոլորտներում եւ այլն։ Ուսը շատ կարեւոր է, որովհետեւ Եվրոպական միությունը ունի կൂട്ടակաց հսկայական փորձ եւ տեխնիկական ու մասնագիտական ներուժ եւ սա շատ կօգնի Հայաստանին առաջիկա տարիներին հզորացնելու իր կարողությունները։ Եվ սա չպետք է դիտարկել ընտրությունների կոնտեքստում, որովհետև ես տեսա, որ նաև մեր ներքաղաքական դաշտում փորձեր կատարվում սա ներկայացնել որպես նախընտրական շրջանում ինչ-որ նոր առաքելություն Հայաստանում, որը կօգնի մեզ, կառավարության եւ այլն, սա երկարաժամկետ առաքելություն է, ինչպես որ մյուս առաքելությունը, որը սահմանային անվտանգության իրավիճակն է ուսումնասիրում, այս առաքելությունը եւս 2 տարի ժամկետով է տեղակայվելու առայժմ առնվազն 2 տարի ժամկետով եւ մեր համապատասխան գերատեսչությունների հետ աշխատելու է կարողությունների զարգացման ուղղությամբ։ Իսկ տարբերությունը մյուսի հետ։ Դե այս առաքելությունը կիբեր հարթության վրա է ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնելու, մյուս առաքելությունը հողի վրա սահմանային իրավիճակն է մոնիտորինգի ենթարկում եւ այստեղ հսկայական տարբերություն կար եւ նաեւ մասնագիտական ներուժի, որովհետեւ եթե մյուս առաքելությունում նախկին իրավապահ համակարգում աշխատող հիմնականում մարդիկ են ներգրավված որպես դիտորդներ, այս առաքելությունում արդեն կլինեն կոնկրետ ոլորտային փորձագետներ, որոնք զբաղվում են կիբերանվտանգությամբ եւ ապատեղեկատվության դեմ պայքարով։ Նաեւ թվով ավելի քիչ են, եթե չեմ սխալվում, քան նախկին առաքելության ներկայացուցիչները 20-ից 30 այդպես էր նշվում։ Բնականաբար սա ավելի սահմանափակ առաքելություն կլինի, որովհետեւ սա ավելի շատ փորձագիտական աջակցություն է իրենից ենթադրում, քան գետնի վրա աշխատանք, ուստի տրամաբանական է, որ այս առաքելության թիվը ավելի փոքր կլինի։ Պարոն Խանդանյան, իշխող ուժը տևական ժամանակ է բարձրաձայնում այդ հիբրիդային սպառնալիքների վտանգը, այլ ընտրություններին ընդառաջ սա ավելի է խորանում։ Հիմա ինչ սպառնալիքներ եք դուք տեսնում, ինչի տեսքով են այդ սպառնալիքները, որ երկրից են գալիս այդ սպառնալիքները։ Դե տեսեք, այդ սպառնալիքները շատ եւ այդ ապատեղեկատվության հոսքը շատ ակնհայտ է վերջին շրջանում եւ մենք տեսնում ենք բազմաթիվ կեղծ լուրեր կապված տարբեր հանգամանքների հետ Հայաստանի կառավարության անդամների, վարչապետի եւ նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչ որ մտածածի միջոցառումների վերաբերյալ Հայաստանում կամ գույքի ունեցվածքի հետ կապված լուրեր, որոնք նպատակ ունեն ուրեմն նսեմացնելու Հայաստանի ինստիտուտների աշխատանքը, Հայաստանի պետական պաշտոնյաների աշխատանքը եւ որոշակիորեն հանրային տրամադրություններ ստեղծեն։ Իհարկե, ես պիտի նշեմ, որ նման գործելավոճ նոր չէ Հայաստանի քաղաքացիների համար, որովհետեւ 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք նման հարձակումներ եւ հատկապես 2020 թվականի պատերազմից եւ հետպատերազմյան իրադարձությունների շրջանում էլի շատ ակտիվ տեղի են ունեցել այս հարձակումները եւ Հայաստանի քաղաքացիները կացած ծանոթ են եւ իմունիտետ ունեն նման հարձակումների նկատմամբ, բայց իհարկե նախընտրական շրջանում պետք է ավելի ուշադիր լինենք եւ մեր համապատասխան գերատեսչությունները, որոնք ունեն գործիքակազմ դրանով զբաղվում են, որովհետև դրանք կարող են նաև կիբեր տարածության վրա հանցագործություններ լինեն տեղեկատվական համակարգերի, սերվերների եւ այլն, ուստի այստեղ պետք է լինել շատ ուշադիր եւ
մենք մեր նաև գործընկերների հետ, այդ թվում Եվրոպական միության գործընկերների հետ ակտիվ համագործակցում ենք այս ուղղությամբ։ Հիշում եք, որ նաև ֆինանսական աջակցություն Հայաստանը ստացավ այս ուղղությամբ 15 միլիոն եվրոյի չափով։ Իդեպ հենց այդ ֆինանսական աջակցության մասով ձեր ընդդիմադիր գործընկերները նշում են, որ Եվրամիությունը գումար է տալիս Հայաստանին, որպեսզի ընտրությունները կեղծվեն, այդպիսի ձևակերպում են նաև, որ հիմիկվանից արդեն կարող ենք հայտարարել, օրինակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որ այս ընտրությունները կեղծվում են եւ իշխող ուժին օգնում է Եվրոպական միությունը այս հարցում, ինչպես Ճիշտ ասած, երբ խոսում են գումար տալու վերաբերյալ, առայժմ փաստերը հակառակի մասին են ապացուցում, Հանրապետական կուսակցության կողմից աջակցվող կուսակցության ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում ենթադրաբար եւ ձերբակալվում են տասնյակ մարդիկ արդեն ուստի այս պնդումը պետք է մյուս ծայրից նայել իսկ ինչ վերաբերում է Հայաստանին տրվող աջակցության դա տրվում է Հայաստանի Հանրապետությանը մեր ինստիտուտներին իրենց կարողությունները զարգացնելու համար եւ այդ գումարները որևէ կերպ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բյուջե մուտք չեն արվում Իսկ եթե այդ գումարները օրինակ Եվրամիությունից չլինեին, Ռուսաստանից լինեին, ձեր կարծիքով այսպիսի բուռն արձագանք կլիներ, խնդիրը ինչու՞մն է օրինակ Գիտեք, Հայաստանը բաց է տարբեր ոլորտներում, տարբեր գործընկերների հետ համագործակցության համար եւ սա մի հարց է, որտեղ Եվրամիությունը ունի մեծ ներուժ եւ կուտակած փորձ եւ գիտելիք, ուստի Հայաստանի համար շատ կարեւոր է, որ Եվրոպական միության գործող փորձագետները աջակցեն մեզ, նաև ֆինանսական աջակցությունն է կարևոր։ Իհարկե մենք տեսնում ենք այդ տարբերակված մոտեցումը մեր ընդդիմադիր գործիչների կողմից, երբ որ մեկ երկրի ներկայացուցիչ կամ մեկ աշխարհակահաղական կենտրոնի կողմից արված հայտարարությունը շատ բուռն արձագանք է գտնում, բայց օրինակ երբ որ Ռուսաստանի նախագահը ասում է, որ Հայաստանում կան պրոռուսական ուժեր եւ այդ ուժերը պետք է ցանկություն ունի, որ ազատորեն մասնակցեն ընտրություններին, կարծես թե այստեղ ներքին գործերի միջամտության վերաբերյալ որևէ հայտարարություն չեն անում, ինչը նաև տեսանելի եւ հասկանալի է մեր հանրությանը։ Հայաստանում երկու խոշոր միջոցառում է սպասվում մայիսի 4-ին եւ 5-ին Եվրամիության մեր գործընկերների մասնակցությամբ, ինչքանով է այս միջոցառումը Հայաստանի համար կարեւոր եւ նաեւ մանրամասնեք թե ինչ բնույթի միջոցառումներ են լինելու։ Այո, Հայաստանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Սա Հայաստանի պատմության մեջ թերևս ամենամեծ միջազգային միջոցառումն է, ֆորումն է, որը տեղի է ունենալու մայիսի 4-ին եւ այստեղ մի քանի տասնյակ երկրների, եվրոպական երկրների առաջնորդներ են Հայաստան լինելու, նման բան մեր երկրում դեռևս չի եղել եւ շատ ուրախալի է, որ այն տեղի ունենում։ Սա ցույց է տալիս նախ եւ առաջ Հայաստանի միջազգային հարաբերություններում դերի կարեւորման մասին եւ մեր եւ գործընկեր երկրների միջև հարաբերությունների խորացմամբ եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը ոչ միայն այդ հարթակում ոչ միայն Հայաստանին վերաբերող հարցեր են քննարկվելու, այլ նաեւ համաեվրոպական հարցեր են քննարկվելու եւ սա շատ կարեւոր է նաեւ Հայաստանի եվրոպական ձգտումների տեսանկյունից մենք դառնում ենք հարթակ համաեվրոպական հարցեր քննարկելու համար ու այդ հարցերը բազմազան են հիմնական թեմաները այս տարվա այս 8-րդ գագաթնաժողովի դա տնտեսական եւ էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերն են, ժողովրդավարական դիմակայունությանը վերաբերող հարցերն են եւ կապակցվածությանը, հաղորդակցությունների վերաբերող հարցերն են, որոնք առանցքային նշանակություն են եվրոպական միության եւ եվրոպական տարածաշրջանի համար ու մի շարք երկրների առաջնորդներ այս հարցերն են քննարկելու Եվ նաև մայիսի 4-ին եւ 5-ին տեղի ունենալու առաջին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Սա ըստ էության ամփոփելու է մինչև այս պահը Հայաստան Եվրամիության միջև եղած գործընկերության, արդեն իսկ ռազմավարական գործընկերության ընթացքը, բայց նաև նախանշելու է նոր հորիզոններ մեր համագործակցության խորացման ուղղությամբ։ Մենք տարբեր բնագավառներում պատրաստում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, նաեւ Հայաստանի գործարարները այդ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրությամբ քննարկվելու է ներդրումային հնարավորությունները Հայաստանի բիզնեսների համար Եվրոպական միությունում եւ Եվրոպական միության աջակցությամբ եւ նաեւ խոսվելու է էներգետիկ անվտանգության հաղորդակցությունների կապի թեմաների շուրջ։ Շատ կարեւոր է այս գագաթնաժողովի անցկացումը եւ նաեւ այս քաղաքացիական առաքելության մասին, որ քիչ առաջ խոսում ենք, դա եւս մի բաղադրիչ է, որը տեղի ունենում է գագաթնաժողովին ընդառաջ։
Հայաստանում խորհրդային օրենք էր ընդունել Հայաստանի Եվրամիության անդամակցության կապակցությամբ, առ այս պահը մենք ինչ-որ շարժ չունենք այս ուղղությամբ, կամ եթե ունենք դուք կներկայացնեք, այն որն է ճանապարհը, որ կարող է տանել Հայաստանին դեպի Եվրամիության անդամակցում, ինչ ժամկետների մասին ենք խոսում, եւ մենք տեսնում ենք, թե ինչքան բուռն արձագանքներ են Ռուսաստանից անընդհատ լինում, բոլորովին վերջերս կարծեմ 3 էր անվտանգության խորհրդից նաեւ արձագանք եղավ, թե ինչ հնարավոր, այսպես ճակերտավոր պատժամիջոցներ են հնարավոր, եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից ու դառնա Եվրամիության անդամ։ Այս ռիսկերն են, որ իշխանությունները հաշվարկում են առայժմ, թե Եվրամիության կողմից չկա այսպես լավ արձագանք Հայաստանի անդամակցության մասով։ Օրենքի ընդունումը քաղաքական հանձնառություն էր Հայաստանի Հանրապետության կողմից, որը մենք ստանձնենք նաև Հայաստանի քաղաքացիների պահանջով, որովհետև այդ օրենքը ընդունվեց նաև որպես քաղաքացիական նախաձեռնության արդյունք, իսկ ինչ վերաբերվում է գործընթացին, բուն Եվրոպական միությանը անդամակցելու կամ ավելի մոտ լինելուն, Հայաստանի Հանրապետությունը շատ թափանցիկ է այս հարցում եւ Հայաստանի Հանրապետությունը գիտակցում է Եվրոպական միության անդամ դառնալու համար Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի եւ մեծ տնային աշխատանք կատարի։ Այն է Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների, ապրանքների, պետական կառավարման համակարգի, մարդու իրավունքների ժողովրդավարության ստանդարտները համապատասխանեցնի, մոտեցնի Եվրոպական միությանը, եւ մենք այս աշխատանքը կատարում ենք եւ այն պահին, երբ որ մենք զգանք, որ մեր ստանդարտները, մեր կյանքի որակը եւ մյուս բոլոր հանգամանքները, պարամետրերը մոտ են Եվրոպական միությունում գործող պարամետրերին, մենք որոշում կկայացնենք եւ այդ հայտը կներկայացնենք եւ արդեն Եվրոպական միությունը պիտի որոշի իր ընդլայնման քաղաքականության շրջանակներում մեզ ընդունել միության կազմ թե ոչ եւ այս ուղղությամբ նաեւ քայլեր են իրականացվում իրականում օրինակ հիմա ընթացող վիզաների ազատականացման երկխոսությունը շատ կարեւոր նաեւ առանցքային բաղադրիչ է դրա, որովհետեւ մենք ներքին ռեֆորմների մի մեծ օրակարգ ենք իրականացնելու առաջիկա տարի ու կես 2 տարում, որպեսզի այդ հանգրվանին հասնենք եւ մեր քաղաքացիներն ավելություն են Եվրոպական միության երկրներ առանց վիզայի ճամփորդել եւ մնացած մյուս բոլոր ոլորտներում մենք Եվրոպական միության համագործակցությամբ, նրանց աջակցությամբ էս իրականացնելու ենք։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանից արձագանքներին, ես կարծում եմ մեծ բացահայտում չեն անում ռուսաստանցի մեր գործընկերները, ասելով, որ եթե Հայաստանը որոշի մտնել Եվրամիություն, պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։ Դա շատ պարզ հասկանալի հանգամանք է, այս երկու ինտեգրացիոն մարմինները չեն կարող միատեղվել։ Դա մենք հասկանում ենք, բայց մենք այդ որոշումը դեռ չենք կայացրել եւ մենք ակտիվորեն համագործակցում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր գործընկեր երկրների հետ եւ մենք որևէ նպատակ չունենք մեր հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ, մենք ունենք նորմալ գործընկերային հարաբերություններ եւ տարակուսել են թե ինչ են Ռուսաստանի մեր գործընկերները այդպես սպառնալիք Դասում ենք գազը կթանկացնենք, դա սպառնալի վերջին հայտարարությունը հենց այդ մասին էր, որ եթե դուրս գա ԿՏՄ-ից գազը կթանկանա։ Դե գիտեք, ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները ոչ միայն Հայաստանի համար չեն շահավետ, դրանք փոխշահավետ հարաբերություններ են եւ կարծում եմ Ռուսաստանի համար կարեւոր է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ այստեղ պետք է այդ բալանսը հասկանալ ու կարծում եմ, որ մենք կարողանանք դիվանագիտական ճանապարհով, բաց խոսակցության ճանապարհով առանց կոշտ արկածակատման մեր բոլոր հարցերը լուծել Ռուսաստանի հետ։ Դուք ձեր նախկին պատասխան նշեցիք, որ ժողովրդավարության հետ կապված Հայաստանը քայլեր է կատարում եւ երբ պատրաստ լինեք ամբողջությամբ այդ բարեփոխումները իրականացնել, կարծես միտքը դա էր, հայտ կներկայացնեք անդամակցության մասով։ Հիմա ձեզ մի կողմից ձեր համակիրները օրինակ մեղադրում են չափից դուրս ժողովրդավար լինելու մեջ, իսկ ընդդիմախոսները մեղադրում են, որ բռնաճնշումների եք ենթարկում իրենց եւ հենց այս ֆորմատով ակցիաներ են պատրաստվում նաեւ իրականացնել մայիսի 4-ից 5-ին նախատեսվող միջոցառումները։ Ինչպես են ակցիաներ իրականացնելու։ Ակցիաներ հնարավոր է ներկայացնեն Եվրոպական միության առաջնորդներին, թե դուք ինչ վատ իշխանություն եք, իրենք ինչքան լավն էին, երբ իշխանության էին։ Դե իհարկե զավեշտալի է տիրապետել Հայաստանի մեդիա ռեսուրսների ճնշող մեծամասնությանը, ինչ ասել այդ մեդիա ռեսուրսներով եւ բողոքել բռնաճնշումներից, այդպես չի լինում, էլի դա անեկդոտ է։ Ու նաեւ լիովին իրացնել Հայաստանի սահմանադրությամբ եւ մեկ-մեկ էլ սահմանադրությունից դուրս
բոլոր իրենց իրավունքները, խոսքի ազատության, հավաքների ազատության մասով, երբեմն անցնելով նաև այդ ազատությունների սահմանները։ Ինչ վերաբերում է ակցիաների իրականացնելու, մենք ոնց որ առաջին ակցիան է դա լինելու, ոչ վերջին ակցիան է լինելու, կարող են ակցիաներ իրականացնել, բայց այդ ակցիաների իրականացնողները, մասնավորապես իմ սխալվում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն է նման։ Աշոտյանները այդ մասին ասել։ Այդ պետք է իրանց կշիռը քաշը գնահատեն էլի քաղաքականության մեջ մեծ խոսալով չէ մենակ։ Եթե քաղաքական կուսակցությունը ընտրություններին չի մասնակցում, այդ նշանակում է քաղաքական կուսակցությունը իր գերեզմանի քարը դրել է եւ վերջացել է։ Որտեվ քաղաքական կուսակցության իմաստը ստեղծման, դա հիմնական իմաստը, ընտրությունների մասնակցելը եւ իշխանության գալն է։ Եթե նրանք այդ նույնիսկ ունակ չեն ընտրություններին մասնակցել, էլ ինչի մասին են խոսում, թող փորձեն, բայց ես այդ մոբիլիզացիոն ուժը շատ ցածր եմ գնահատում։ Թե չեն մասնակցում, բայց իրենց անդամներին այլ կուսակցությունների ցուցակներ են տեղավորում։ Դա ուրիշ տեղավորում։ բան, իհարկե, դա իրենց խնդիրն է, իրենց իրավունքն է եւ մեր քաղաքացիներն էլ տեսնում են, որ այդ նոր շապիկներով կուսակցությունները իրենց ներսում որքան հին անդամներ եւ քաղաքական շրջանակներ են պարունակում։ Հենց Հանրապետական կուսակցությունը կարծես շատ խանդով է վերաբերում ձեր եւ Եվրոպական միության շփումներին, նույնիսկ ԵԺԿ-ի հետ կապված, իրենք դեռ շարունակում են մնալ ԵԺԿ-ի անդամ։ Հետաքրքիր ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը մտադրություն ունի անդամակցել այս կառույցին։ Մենք մտադրություն ունենք եւ ակտիվ շփումների մեջ ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ ինստիտուցիոնալացնելու մեր հարաբերությունները։ Մեր կուսակցությունը իր գաղափարախոսությամբ եւ արժեքներով մոտ է Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ կարող է լինել այդ ընտանիքի մաս։ Մենք քննարկումների մեջ ենք մեր գործընկերների հետ եւ եթե նորություններ լինեն, կուսակցությունը կհայտնի դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության լինելուն, իհարկե դա եւս մի խնդիր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որ օրինակ նաեւ Եդինայա Ռոսիա կուսակցության ակտիվ գործընկերն է, ռազմավարական գործընկերն է, ինչպես է համատեղում այդ երկուսը տարակուսելի է եւ ես կարծում եմ ԵԺԿ-ի մեր գործընկերները պիտի այս հարցին նաեւ այս տեսանկյունից նայեն։ Իսկ ԵԺԿ-ի հետ մենք ակտիվ շփվում ենք նաեւ վարչապետի վերջին Ստրասբուրգ այցին ժամանակ, Եվրոպական խորհրդարան այցի ժամանակ նաեւ տեղի ունեցավ հանդիպում ԵԺԿ նախագահ Մանֆրեդ Վեբերի հետ, շատ լավ ջերմ հանդիպում էր եւ մենք պատրաստվում ենք շարունակել համագործակցությունը եւ բարբերաբար շփումների մեջ։ Դե բոլոր օրինակ այդ ջերմ հանդիպումները ընդդիմությունը փորձում է ներկայացնել այնպես, թե դուք պրոարևմտյան քաղաքական ուժ եք, ձեզ աջակցում է Եվրոպան, նորից այս ընտրություններին փորձելու է ձեզ օգնել, որպեսզի իշխանությունը շարունակեք պահպանել, այս ջերմ շփումները Եվրոպական միության հետ շատ վատ են ընկալվում ընդդիմադիրների կողմից, ինչու։ Որովհետեւ այդ ջերմ շփումները նաեւ արդյունքներ են բերում եւ որքան շատ է արդյունքները կառավարության եւ կառավարող ուժի ցուցանիշները, այնքան ավելի ընտրություններում բարձրանում են մեր ստացած ձայների տոկոսները տրամաբանորեն եւ դա պետք է այդպես ընկալվի։ Իսկ ջերմ շփումներ մենք ունենում ենք ոչ միայն Եվրոպական միության գործընկերների հետ, մենք ունենում ենք նաեւ Միացյալ Նահանգների գործընկերների հետ, ունենում ենք նաեւ Իրանի գործընկերների հետ, Ռուսաստանի գործընկերների հետ, Վրաստանի գործընկերների հետ եւ սա բխում է մեր արտաքին քաղաքականությունից, բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունից, որը իրապես շատ արդյունավետ է Հայաստանի համար, Հայաստանի աշխարհակաղակական եւ աշխարհագրական միջավայրում գտնվող երկրի համար։ Ֆրանսիայի նախագահն է նաև Հայաստանում լինելու, ինչ սպասել Մակրոնի այցից եւ որպես հարցի շարունակություն ձեր ընդդիմադիր գործընկերներից Սամվել Կարապետյանի որդին հայտարարում էր, որ Մակրոնին հրավիրում է իրենց տուն, որ ներկայացնի, թե իրականում ինչպիսին է իշխանությունը Նիկոլ Փաշինյանը, սխալ պատկերացում ունի, ասում է, ինչպես կարձագանք եք։ Առաջի պետական այցն է Ֆրանսիայի նախագահի Հայաստան, նախագահ Մակրոնի, մյուս բոլոր նախագահները ունեցել են եւս պետական այցեր Ֆրանսիայի, շատ կարեւոր այց է այն առումով, որ ստորագրվելու է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ։ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները էությամբ ռազմավարական են, բայց այս փաստաթղթի ստորագրումը շատ կարեւոր է մեր հետագա անելիքները ավելի ինստիտուցիոնալ դարձնելու եւ բազմավոլորտ դարձնելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է հյուրընկալությանը, իհարկե Հայաստանում պետական արարողակարգի շրջանակներում է կազմակերպվելու Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան, բայց այդ նպատակադրման մասին ես մի քիչ կասկածում եմ, որ նպատակը դա է, ես ենթադրում եմ, որ
գուցե Սամվել Կարապետյանը ուզում է իր հետ կապված իրավական գործընթացների մասին խոսել Ֆրանսիայում։ Իսկ Ֆրանսիայում, որքան որ ինձ հայտնի է, Մակրոնի Սամվել Կարապետյանի հետ կապված որոշակի իրավական գործընթացներ են տեղի ունենում եւ կարծեմ ինքն էլ դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ։ Իհարկե հաշվի առնելով Ֆրանսիա պետության բնույթը, իշխանությունների տարանջատման սկզբունքը, ես չեմ հավատում, որ Ֆրանսիայի նախագահը դատական իշխանությանը, դատաիրավական համակարգին հրահանգներ կտա եւ ընդհանրապես կմտնի այդ խոսակցության մեջ, բայց բոլորը ազատ են Ֆրանսիայի նախագահին Հայաստանում ինչ որ տեղեր հրավիրելու, բայց այդ հարցերը լուծվելու են արարողակարգի շրջանակներում։ Ընդհանրապես մի փոքր հակասական չի, որ այն ուժը, որը ամեն կերպ չի հավատում ձեռք բերված խաղաղության, ասում է Ռուսաստանին Իրանին բերենք այստեղ երաշխավոր, որ իրենց մասնակցության համար օրինակ միջնորդում է Ռուսաստանի Դաշնության նախագահը, բայց ինչ որ ակնկալիքներ են միշտ ունենում արևմտյան երկրներից, եվրոպական երկրներից, դեսպանատների մոտ են հաճախ ակցիաներ անում, հիմա օրինակ այս հրավեր ինչպես դիտարկել։ Գիտեք, այդ գործելավոճը շատ ծանոթ է, այսինքն նախորդիվ էլ միշտ այդ Հայաստանի, օրինակ նախորդ կառավարությունը Հայաստանի մինչև 2008-2018 թվականներին ակտիվորեն բանակցում էր ասոցիացիան համաձայնագիրը մինչև 2013 թվական, հետո մի գիշերում շրջադարձ կատարեց, միացավ Եվրամաքսային միությանը, բայց էլի շարունակեց խոսել եվրոպական ինտեգրման մասին։ Դա փորձում են իբր շղար գցել իրենց արտաքին քաղաքական կողմնորոշման վրա, բայց դա չի աշխատում, որովհետև այդ շփումները գործողություններն են կարևոր, ոչ թե խոսքերը։ Ուստի բոլորին հայտնի է, թե ով որտեղից է գալիս, ինչ նպատակներ ունի եւ ինչպես է պատրաստում կառուցել արտաքին քաղաքությունը, եթե նրանք հաջող են, բայց ես դրանում խիստ կասկածում եմ։ Պարոն Խանդանյան, ընտրություններ են սպասվում Հայաստանին, բավականին քիչ ժամանակ է մնացել ու հաճախ նշվում են, որ սա Հայաստանի համար շատ կարևոր ընտրություն է լինելու ոչ միայն կոնկրետ իշխանության համար, այլ նաեւ արտաքին քաղաքականության իմաստով։ Ինչ սպասենք այս ընտրություններից, նկատի ունենալով նաեւ արդեն հայտնի են, որ ուժերն են մասնակցում ընտրություններին, ինչ կողմնորոշում ունեն, ինչ տեսակետ ունեն նաև ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ, ինչ կասեք։ Իսկապես կարևոր են այս ընտրությունները եւ հատկապես առաջին հերթին այն առումով, որ սրանք առաջին ընտրություններն են, որոնք տեղի են ունենալու հաստատված խաղաղությունից հետո։ Եվ ըստ էության այս ընտրությամբ ի թիվս այլ հարցերի բնականաբար բազմաթիվ ներքին ու արտաքին հարցերի Հայաստանի քաղաքացիները մի կարևոր հարցի են պատասխանելու։ Արդյոք տեր են կանգնելու խաղաղությանը եւ խաղաղության գործընթացին եւ դրանից բխող նաեւ Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության ամրապնդմանը, թե ոչ։ Եվ ինչու է հարցը այսքան սուր եւ այո ոչ հանրակրվեի մոտ տրամաբանությամբ դրված, որովհետեւ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացրել այս ընտրություններին, այդ կուսակցությունները չեն հավատում խաղաղության գործընթացին եւ իրենց քաղաքական գործունեությունը, ինչպես որ նախկինում է եղել, պատկերացնում են կոնֆլիկտի շարունակականության մեջ, որովհետեւ կոնֆլիկտի ընդհանրապես փաստը նախորդ իշխանություններին, որոնք այսօր ներկայացված են այդ ընդդիմադիր հիմնական 3 կուսակցություններում այս կամ այն կերպ։ Նախ եւ առաջ հնարավորություն է տվել նրանց թալանել եւ կոնֆլիկտը որպես փաստարկ բերելով ապահովել իրենց մերձավորների ֆինանսական եւ գույքային միջոցները եւ երկրորդը պահել իշխանությունը, բայց սրան վերադարձ չի լինելու եւ Հայաստանի քաղաքացիները շատ հստակ ոչ է ասելու այս պատերազմ բերող քաղաքական ուժերին, որովհետեւ Հայաստանի քաղաքացին, Հայաստանի ժողովուրդը անցել է հակամարտության մեջով, տեսել է պատերազմի հետևանքները եւ շատ է գնահատում խաղաղությունը ու դրա դերը։ Դե տեսեք, իրենք էլ չեն ասում, որ խաղաղության դեմ են, իրենք ասում են, որ ձեր բերած խաղաղությանն են դեմ, որովհետեւ դա թույլ խաղաղություն է, իրենք ուժեղ են բերելու ու երաշխավորներով են բերելու այդ խաղաղությունը։ Գիտեք, այդ բանը այնքան տարակուսելի ու տարօրինակ է այդ մեկնաբանությունը, որովհետեւ ճանապարհային քարտեզ ցույց չեն տալու մեր խաղաղություն հետ ինչ են անելու, այսինքն ինչ են անելու բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունների հետ։ Եթե համաձայն չեն մեզ հետ, ուրեմն պետք է խզեն այդ բոլոր պայմանավորվածությունները։ Եթե խզեն այդ բոլոր պայմանավորվածությունները, ապա դա բերելու է հակամարտության։
Ես օրինակ չեմ տեսել մի քաղաքական կուսակցություն, որը ասի թե ինչպես է պատկերացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները ապագայում, բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Իսկ եթե դրան պատկերացում չկա եւ կա Ղարաբաղյան շարժումը շարունակելու տրամաբանություն, նշանակում է կոնֆլիկտային է պատկերացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, նշանակում է, որ պատերազմ է լինելու։ Այ կարողանում եք սա հասցնել հանրությանը ինչ միջոցներով, որովհետեւ դուք էլ նշեցիք, որ օրինակ մեդիա ռեսուրսների մեծ մասը իրենց ձեռքն է, տեսնում եք ինչ ֆինանսական ռեսուրսների են տիրապետում, հաղորդակցման իմաստով կարողանալու եք հասցնել։ Մենք խոսում ենք մեր քաղաքացիների հետ, վարչապետը ամենօրյա ռեժիմով է դա անում, մենք մեր քաուզարշավի ընթացքում անընդհատ ուղիղ կապի մեջ ենք լինելու մեր հանրության հետ, բայց նաև սա ոչ միայն մենք սրա մասին չենք համոզելու մեր հանրությանը, մեր հանրության պահանջն է դա, սա պատվեր է, որ Հայաստանի քաղաքացին տվել է մեզ եւ մենք պատրաստակամություն ենք ստանձնում պահել եւ շարունակել դա։ Շնորհակալություն Խանդանյան։ Հիշեցնեմ, որ իմ հյուրը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էր, կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։